Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Սրտի ու ոգու պետությունը նախագահ Արմենակ Աբրահամյանին տեսլականը Չարպանակղզու ամենաքյոհնյա ճանապարհը զգուշացում է այցելուներին հետի։ Մարգարե Մոհամմեդի ընկերությունը հայ ժողովրդին իրավունքն են։ Եթե կուրցնենք Արցախը, ապա շրջալական ենք հայոց պատմության վերջին էջը նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանին ծննդյան օրն է իլյալ։ Բաքվեցիկ վախում են հայերին անա, որովհետև գիտում են մի օր իրենց Երևանյան 6 նոցը ինյական չի, իսկ դրան հաջորդել են նրանց հետի շատ տխուր իրադարձություն է։ Միրան Հակոբյան, Գյումրիին որբերին քաղաքը, Կուճիր շենին մծ իրադարձությունը։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը իրան վերջին հարցազրույցը կիսվելա մտածողության ու առաջնորդման փիլիսոփայությունը վերը ձևավորվելա թա անձնական փորձի, թա ընտանիքից ստացած արժեքների հիման երա։ Զյուրիցին վախտը լրագրողը փորձելի սալատ դյուսկյա աշխատասենյակից, բայց տորնը կրեց հալչի վեշմինձևի պեցանը։ Այդ պահին Արմենակ Աբրահամյանը ծիծղելա վիրան ասալա. «Պեցրա սիրավ»։ Մի պարզ հուշում վերը սակայն վերածվալա խորիմաստ խորհրդի։ Ինքը բացատրալա. «Իմ սերս վղի, հայության ու բնության հանդեպ է, եթե հոգի չի տինիս որևէ շարժման մեջին, տրնական չի ամբողջական»։ Մարտագործության բազմամյա մասնագետիները Արմենակ Աբրահամյանը հիշեցրալա վեր լյուբոյ շարժում ունե յուրան հայկական խորքը, դանդաղ ու գիտակցված ընթացք, շունչ, ոգի, նպատակ ու ամբողջականություն։ Եթե կյանքը դյուզյա պրինք, մեր ամեն քայլը արժեք է ունենան, ինյականա աշխատանք, ճանապարհ կամ պետության պաշտպանություն։ Պատերազմի պետականության պահպանման մասին նախագահը շեշտալա. «Ժողովուրդին պիտի պաշտպանել ոչ միայն ուժով, այլ սրտավ ու հոգով։ Պետականությունը սկսվում է ներսից։ Ճինանչայլուն պապուս կողմից մծ մայրիկիս ու մծ հայրիկիս, ինքը Էրզրում անայլել, ուրա մեջին իլյալա Էրզրումա ջերմությունը, ինքը ջերմությունով շփվալա իզնի հետ, մանկության կուճիր պատերազմում կաղնած ծիրանի ծառը յուրան հետի տռալա ընտանեկան արժեքների ու ազգային կապվածության խորհրդանիշ։ Մծ մայրիկս մշտապես գործանող ու երկհողալել, տոնալար պերելիս լույս ու խաղաղություն։ Մծացալում երգի աշխատանքի ու ջերմության մեջի նշման նախագահը. «Իմ պապիկս ֆիդային այլալու պահպանել իսալալ ֆիդայական երգերին ավանդույթը, մեր ընտանիքի նետի պարտեզը առանձնակի կարևորություն է ունեցալ, մունքապրելիս ընկլել Բանյո քաղաքում ու հենց ընդղան էլ 1975 թվականից առաջին անգամ քեցալում սովետական Հայաստան։ Կիրովականում հանդիպալում մծ մայրիկիս աղբորը ինքը ինձ երակալալ ու իր եքոր մեծ տարալա Երևան։ Այդ պահից ամիջապես զգացալում վերստեղ ինձ շրջապատումա մի յուրահատուկ հարազատ միջավայր ու այդ զգացումը մնացալ այ մեջից։ 1988 թվականի երկրաշարժը իմ կյանքում շատ բենա փոխալ։ Ես ուժեղորեն զգացալում հայրենիքին կանչը, զգացալում վեր Հայաստանը իմ կարիքսոն է։ Այդ վխտեն որոշալում շուտ կյամ Հայաստան քյոմագինելի հետի ինչքան վեր կարիմ։ Մարտարվեստի վարպետը մոլալոս կսալում զարգացնել է հայ ճամփան, դասավանդելով Երևան ու Հայաստանը տարբեր վայրերում։ Այդ տարիներին հանդիպալում նաև Լեոնիդ Ազգալձյանին։ Ամփոփելով Արմենակ Աբրահամյանը ընդգծում է. «Պետությունը պահվում է իր եքուժավ, սերավ, գիտակցությունով ու արմատներով։ Տրանքն ըստ յուրան այն հիմքերը, վեր պիտի առաջնորդին յուրաքանչյուր հայի միավորելով անցյալը ներկանա ապագան»։ Վան ալոճում ջրի մակարդակի նվազման դարդան Չարպանակղզումը հայտնվալա կտուց վանք տանող մոտ 1 կիլոմետրանոց հնագույն ճանապարհը վերը տռալա հետաքրքրության կենտրոն, հատկապես Արևմտյան Հայաստանը հայերի շրջանում վեր այցելում են պատմական վանական համալիրներ իրենց մշակութային ժառանգություն տեսնալի հետի։ Տուշպայի համայնքը նախազգուշացնում է ճանապարհը վտանգավոր արժաղ ջրային հոսանքներին դարդան։ Քաղաքապետարանը տեղադրալա թորքերեն քերդերեն ցուցանակներ ու ուժեղացրալա հսկողություն ու խուսափելի հնարավոր ողբերգությունները։ Հույս ունենք վեր տեղադրվելա կանա նաև հայերեն ցուցանակը։ Տեղական իշխանությունների կոչն է այցելունեն մտնի վեշ ջուրը ու խոխորձը թույլ չի տան հնագույն ճանապարհով քինյան։ Յուրաքանչյուր փրկված կյանք մզետի մծ արժեք ունեն, նշում են իրանք, իսկ արևմտահայ այցելունեն շարունակում են զգուշությունով դիտարկել իրանց պատմական ժառանգությունը։ 626 թվականի Մարգարե Մոհամմեդը ուղարկալա հատուկ իրություն վերավ հայերը ճինանչվալն են ոչ մահմեդական ժողովուրդներից, որոնց իրավունքներն պիտի պաշտպանվին իսլամի շրջանակներում։ Իրանց կարիչի սպանած, կողոպտած, զրկած վղա կամ կրոնից ազգային պատկանելիության դարդան։ Այս գրությունը Երուսաղեմը հասցրվալ Մարգարեի համախոհ ու հաջորդ Օմարի կողմից ու պահվում է Երուսաղեմի հայոց պատրիարքության արխիվում։ Իսլամա սկզբունք ներավ հավատացյալ մահմեդականը պիտի հնազանդ լինի Մարգարեի հրահանգներին։ Հունցը նշվում է Մարգարեի հրամանեն, հետևալ նաև Սալահ ադին, երբ ինքը գրավալա Երուսաղեմը։ Սալահ ադինը գրությունա թողավերում նշվում ավեր եկեղեցիներն ու աղոթատեղերը չպիտի քանդվին ու քրիստոնյաներին հարկ չկա ստիպել ընդունել իսլամը։ Այնուամենայնիվ, պատմությունը նշանցատավեր հետագա դարերում մահմեդական թորքերը ինքները խախտալն այս հրամանները։ 1915 թվին Օսմանյան կայսրության վարչակազմի ցերքավը սպանվալ ավելի քան 2 միլիոն հայ, վղերը զավթվալն, եկեղեցիներն ոչնչացվալն ու գրության սկզբունքներն ամբողջությամբ խախտվալն։ Այս փաստաթղթեր ու տրանս խախտման
պատմությունը հիշեցնում վեր հայ ժողովուրդը բազմադարյա իրավունքների ու կրոնական ազատությանն հետ կապված ծանր փորձառություն ունեցալու Մարգարե Մոհամեդի գրությունը վկայություն են արդարության մասին, վեր պատմության մեջ երբեմն ոտնահարվալա քաղաքական շահերի դարդը։ Նոյեմբերի 25-ին Հայաստան ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանին ծննդյան օրն է, ինքը սոր կդառնար 68 տարեկան։ 1957 թվականի նոյեմբերի 25-ին Ամերիկայում ծնվել Արցախյան պատերազմի հայ ազգի հրամանատար, լիբանանա քաղաքացիական պատերազմի ու Իրանա շահիդեն պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանը հայրենանվեր գործունեության հետի արժանացալ է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։ Մոնթե Մելքոնյանը բացառիկ ունակություններով հայ մտավորական ու արցախյան ազգային հերոս ծնվել է Կալիֆոռնիա։ Երիտասարդ տարիքից հետաքրքրվել է ճապոնական մշակույթով, սվերել է Ճապոնիա ու Կորեա, քեցալ է Վիետնամ, ֆոտոներնելով պատերազմը։ Բերքլիի համալսարանում ստացալ է հնագիտության ու ասիական պատմության կրթություն, հիմնադրել է հայ ուսանողական միությունը։ Մոնթեն խորապես ուսումնասիրել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ու վասպուրականի հնավայրերը։ 1970-80-ականների մասնակցել է Մերձավոր Արևելքի հայկական ինքնապաշտպանությանը, միացել է ասալային կիրել հոդվածներ հայ ազգային հարցերի մասին։ Տիրապետել է մի քանի լեզվի։ Մոնթե Մելքոնյանի նվիրված մխլ է երգեր ու կինոն է, յուրան խոսքեր են, եթե կուրցնիկ Արցախը, ապա մունք շրջալական ենք հայոց պատմության վերջին էջը։ Պատմաբան Միհրան Հակոբյանը կիրում է վերադրբեջանական քաղաքացիական հասարակության մասին իշխանական պրոպագանդա միֆա։ Ինքը նշում է վեր Բաքուն կոշտ ավտոկրատիա առանց իրական ընդդիմության, շտեղ քաղաքացիություն ասվածը հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչներն են, որոնք մասնակցան էթնիկ զտումներին։ Հակոբյանը սելավը Բաքու ղարկված նիկոլական խմբի պնդումն թե հայերն ադրբեջանցիք շատ նման ու ադրբեջանցիք վխելի չեն իրականությունից հեռու է։ Հայ հասարակությունը ըստ ուրան վախում չի ադրբեջանցությանը, այլ իրանց հետ որևէ գործընթացում Նիկոլի գլխավորությունից։ Ինքը վերցնում ավեր հենց ադրբեջանցի քնվախում հայերինանա, որովհետև ներքուս գիտում են ապագայում կարին բախվեն իրանց հետի անհաճո հետևանքների։ 1915-ից 1916 թվերին Ալեքսանդրապոլում Մհեն Գյումրի ստեղծվել է պատմության ամենամեծ որբանոցներից մինը, հայտնի որպես որբերի քաղաք, շտեղ ընդունվել են հայերի ցեղասպանությունից փրկված հազարավոր որբեր։ Այսօր երև ավերացրալ է գերմանացի բժիշկ ու մարդու իրավունքների պաշտպան Արմին Վեգները։ Ինքը ծառայել է գերմանական սանիտարական կորպուսում ու անձնապես ականատեսել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը։ Վեգները վտանգների մեջ թաքնաբար լուսանկարել է որբերին ու փախստականներին պահպանելի պատմական հիշողությունը։ Սորախալ քաղաքի մունիցիպալիտետի Կուճիր շեներից մինը մոծվել է տրկնա շենի բնակիչների համատեղ ջանքերով կանգնեցված խաչը։ Հսկայական խաչը բլուրից եշման մոտ 20 ընտանիք ունեցող տրկնա Կուճիր շենին։ Խաչի շրջակայքը կարգի է բերվել, բնակիչներն տեղադրել են աղբաման, հրավիրել երաժիշտների։ Խաչը օծալա ՀԱԵ քահանա Տեր Դավիթ քահանա Գյուրեղյանը։ Տրկնայի բնակիչներին սելավը շենին կողքին խաչի տեղադրումը մծորախություն է Կուճիր շենին հետ, իշտեղ ուրախության խրեք պատճառներ կան ու շատ խնդիրն է։ Խաչի օծումանը ետը բնակիչներն աղոտ հանջավախքում Հայաստանում ու Վրաստանում, հունց նաև ամբողջ աշխարհում խաղաղության հետի։ Շինացուցու տրկնայի հյուրերին հետի պատրաստվել է ավանդական ուտեստներով ու մատաղավ ճաշկերույթ, միջոցառումը բրծալ է ջավախքի նվիրված հայկական երաժշտության ներքո պարերով։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքան պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։